tell me about Constantinople? Կանադական մեծ կինոտոնը Տորոնտոյի միջազգային կինոփառատոնը սկսված է։ Համացանցը ցնցում է հայոց ցեղասպանության մասին խոստումը։ Ֆիլմի թրեյլերը 3 օրում մոտ 1 միլիոն դիտում է ունեցել։ Oh my God, what was that? Հեղինակավոր լրատվամիջոցները հրապարակում են խոստումի գլխավոր դերակատարների լուսանկարները։ Օսկար Այզեքը համաշխարհային պրեմիերային ներկայացել է անմոռուկով։ Guys, look to your right! To your right! Քրքրքորյանի նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ նկարահանված ֆիլմում սիրային եռանկյունի է։ Մի կողմում ամերիկացի ֆոտոլրագրող է, Հոլիվուդի մեգաաստղ Քրիստիան Բեյլի դերակատարմամբ։ Մյուս կողմում հայ դեղագործ Միքայելն է։ Նրա դերն էլ հոլիվուդյան դերասան Օսկար Այզեկն է խաղում։ Երկուսն էլ Կոստանդնապոլսում սիրահարվում են Փարիզում սովորած հայ նկարչուհի Աննային։ Հայուհու կերպարը մարմնավորում է Շարլոտ Լբոնը։ Միքայելն ու Աննան վերհիշում են իրենց հայրենի մշակութային ժառանգությունը։ Թուրքիայում բռնություններ են սկսվում էթնիկ փոքրամասնությունների դեմ։ We'll fight them from every rock. Օսկարակի ռեժիսոր Թերի Ջորջի ֆիլմի սցենարիստը Ռոբին Սուայկորտն է։ Նա հայտնի է Գեշայի օրագիրը ֆիլմով։ Սաունդթրեքի հեղինակն էլ Սերժ Թանկյանն է։ Դերասանական հեղինակավոր կազմի մեջ է Նազենի Հովանիսյանը։ Հայ դերասանուհու մասնակցությունը խոստումին փոքրիկ դերակատարմամբ է։ Սոցցանցում հրապարակած լուսանկարը Նազենի Հովանիսյանն այդպես էլ մակագրել է։ Մեծ պատիվ է նույնիսկ փոքր դերով մասնակցություն ունենալ խոստումը ֆիլմում։ Using this so-called relocation as a cover. Իսպանիայում եւ Պորտուգալիայում նկարահանված ֆիլմը համաշխարհային կինովարձույթում կհայտնվի դեկտեմբերին։ Սպասվում է, որ այն կառաջադրվի Օսկարին։ Before there's no time left. Շակե Ղազարյան, ժամը լրատվական։